հաստատելու մասին հարցը։ Զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, համեցեք պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, այս հարցը մեկ օրինակներից է նաև նրա, որ մենք որոշակի փոփոխություններ ենք անում նաև մեր մասնավոր հատվածի գործընկերների հետ շփումների արդյունքում վերջի շրջանում բավականին ակտիվ հանդիպումներ ենք ունեցել եւ հանգել ենք այս որոշմանը, ինչպես բոլորս գիտենք 2025 թվականի հունվարի 1-ից փոփոխություններ են կատարվել շրջանառության հարկի համակարգում։ Նպատակը եղել է շրջանառության հարկ վճարողների կողմից վաճառքի նպատակով կատարված ձեռքբերումները եւ այլ ծախսերը պատշաճ փաստաթղթավորելու տնտեսական շարժառիթների ձևավորելը, հետեւաբար նաեւ ստվերային շրջանառությունները կրճատելը, հարկման նոր կանոնների պայմաններում ժամանակավոր բնույթ ունեցող խնդիրն այն է, որ արք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողներից շատերը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռքբերված գալի ապրանքային մնացորդներ, որոնց համար կամ չունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, քանի որ մի կողմից մինչև 2025 թվականի հունվարի 1 առանց փաստաթղթերի ձեռքբերումներ կատարելու համար պատասխանատվություն նախատեսված չի եղել, մյուս կողմից առանց փաստաթղթավորման գործունեություն իրականացնելու պարագայում առավելագույն հարկային բեռը կազմել է ընդամենը 5%, ներկայիս 10%-ի փոխարեն, կամ ունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչև 25 թվականի հունվարի 1-ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4%-ի չափով, ներկայիս 9.5%-ի չափով նվազեցման հնարավորության փոխարեն։ Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի ներկա անցումային ժամանակաշրջանում, որը մեր գնահատմամբ ընդգրկելու է 25 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակները, կառավարությունը աջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռքբերված ապրանքները եւ շրջանառության հարկ վճարողները 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ արկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանան։ Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի շրջանառության հարկ վճարողները օգտագործելով կառավարության աջակցության այս անցումային ժամանակահատվածը իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռքբերումները եւ այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաեւ կարող է լինել հարկային բեռի նվազեցում։ Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները. 2024 թվականին իրականացրել է առևտրական գործունեություն։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւ աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող։ Դիմումի ներկայացման օրվան նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել է վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները։ Եռամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5%-ը կամ հարկ վճարողի մոտ արկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումար։ Հարկային մարմին է ներկայացրել առևտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն։ Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է 2025 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համար։ Աջակցության չափը։ Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է հետևյալ չափերով. Եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի եւ նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով իրացման շրջանառության 5%-ը կազմող գումարի դրական տարբերության չափով։ Եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի եւ նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 1.5%-ը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե արկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումար։ Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին Compensation Tax Service AM էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձևին համապատասխան դիմում։
Դիմումը 2025 թվականի առաջի երամսյակի համար կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ երամսյակի համար մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, սա էլ այն թեմաներից է, որ մենք մի քանի տարի քննարկում ենք եւ այդ քննարկումը, չգիտեմ դուք կհիշեք թե չէ, այս դահլիճում ահագին առաջ մի տարի կամ 2 տարի կամ գուցե 3 տարի առաջ տեղի է ունեցել հետեւյալ տրամաբանությամբ, որ մենք մի կողմից ասում ենք, որ մենք պայքարում ենք ստվերի համար, ներողություն ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար։ Եվ դրա թիվ 1 միջանցքը շրջանառության հարկն էր։ Շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք դնել ենք, ասում ենք հարկը այսքան է, եթե փաստաթղթով ես ձեռք բերում, եթե փաստաթղթով չես ձեռք բերում, հարկը այսքան է։ Այս համակարգը ինքնին գաղափարական խնդրեմ է, բայց մենք մյուս կողմից աշխատելով այս թեմայի վրա, աշխատելով հասկացանք, որ ինչպես ասում են, որ մի համակարգ ունենալը մի խնդրեմ է, ինչքան էլ վատն է այդ համակարգը։ Այդ համակարգը փոխելը կամ այդ համակարգից հրաժարվելը երկրորդ խնդրեմն է։ Հիմա մենք եկել ենք այն եզրակացության, որ մենք ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք եւ հարկը պիտի ավելացնենք։ Ստվերի, այսպես ասած, գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք։ Այս շրջանառության հարկի հետ դա տեղի ունեցել։ Այսինքն նվազեցման հնարավորությունը, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկը իրականում նվազել է դառնալով 1%, շրջանառության 1%-ի մասին է խոսքը։ Եվ գիտեք, որ այս ընթացքում որոշակի քննադատություններ եղան, կրքեր բորբոքվեցին եւ այլն, այդ ամենով եւ ամենայն հարգանքով կառավարությունը իր քաղաքական կամքը արձանագրեց, որ այդ քաղաքական կամքը անբեկանելի է եւ այլ տարբերակ չկա։ Բայց մյուս կողմից մենք ասացինք նաեւ, որ սա բան չի, ինչպես մյուս դեպքերում սա վնաս հասցնելու ակտ չի, սա ընդհակառակը օգնելու, աջակցելու, որպեսզի բիզնեսը ինքը իր առաջ ավելին անելու, ավելի ճիշտ մոտիվացիաներ ունենալու, այդ նպատակն ենք մենք հետապնդում եւ նաեւ ասել ենք, որ մենք իհարկե հնդածած նաեւ մոնիտորինգ կանենք, բայց նաեւ երբ որ այս ամեն ինչը արձանագրվեց, երբ որ կրքերը նաեւ որոշակիորեն հանդարտվեցին, մենք վերադարձանք, թե այնուամենայնիվ եկեք, քանի որ չենք կարող մենք այս դեպքում էլ մարդկանց արձագանքը, մտահոգությունները, մտավախությունները չենք կարող արհամարել, չնկատելու տալ, եկեք տեսնենք, թե ինչ ընդունելի եղանակ կա, որպեսզի եւ քաղաքականությունը արձանագրվի եւ քաղաքականությունը ներդրվի եւ իրականություն դառնա։ Դրա համար մենք գնացինք հետեւյալ ճանապարհով։ Եթե շատ բարդ տեքստը պարզացնենք, ըստ էության մենք ասում ենք հետեւյալը. եթե արդյունքում հարկը նախկինում սահմանված այն վերին շեմից 5%-ից ավել կլինի, մենք այդ ավել մասը կվերադարձնենք քաղաքացիներին, այսինքն տնտեսվարողներին։ Եվ ընդ որում այնտեղ տարբերակներ կար, որ մենք անենք դա շրջանառության հարկով աշխատող որոշակի սեգմենտի համար եւ այլն, բայց եկանք են եզրակացության, որ ոչ, բոլորի համար, բոլորի ասելով նկատի ունեմ արք ու վաճառք գործունեության, որովհետև շրջանառության հարկով զբաղվող բոլորի համար մենք այս կարգավորումը մտցնում ենք եւ ինչալոց նաեւ սա ցույց կտա, թե ազգային ժողովի ամբիոնից եւ նաեւ կառավարության նիստում մեր այն ցույց տված գրաֆիկի հետ կապված իրականության առնչությունները ստուգելու ավելի մեծ գործիքներ կտա։ Եթե կարճ ասեմ, ճիշտ շարադրեցի, չէ՞, պարոն Հովհաննիսյան։ Կարճ հիմա մենք այն կոպիտ ասած ստվերի հարկը նախկինում 5% էր, հիմա մենք դարձրել ենք 10%, իսկ օրինականության հարկը նվազեցրել ենք, 1.5-ից դարձրել ենք 1%։ Հիմա մենք ասում ենք, քանի որ նախորդող շրջանում էլի չնայած դա զուտ օրենքով հայտարարված էր, հրապարակված էր, դա նորություն չէր, բայց էլի մեր սիրելի քաղաքացիներին, մեր սիրելի տնտեսվարողների
կարծիքները, մտահոգությունները, նեղվածությունները հաշվի առնելով, մենք ըստ էության 6 ամսյա շրջան ենք, անցումային շրջան ենք նախատեսում, այսինքն մինչև հուլիսի 1-ը ներառյալ անցումային շրջան ենք նախատեսում, ինչքան 5%-ից ավել հարկ կլինի կգոյանա, մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին։ Համեցեք։ Պարոն վարչապետ, այստեղ մի դրվագ կա, որը վերաբերվում է, այսինքն կարող է մի կողմից տպավորություն ստեղծվել, որ մենք հետաձգում ենք առանց փաստաթուղթ աշխատող տնտեսվարողների հարկի բեռի բարձրացումը, բայց այստեղ ավելալ խթան ենք նաև ստեղծել փաստաթղթով աշխատող կազմակերպությունների համար, ովքեր ունեն ապրանքային մնացորդներ, հավելյալ 1.5%-ի չափով նվազեցում, պարոն Հակոբյանը կարող է ավելի մանրամասն բացատրի, եթե դրա կարիքը լինի, եւ մի կարևոր դիտարկում եմ ուզում անեմ այստեղ, պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ մենք նախկինում 1.5% հարկի հնարավորություն ունենք, որը հիմա նվազել է 1%-ի, բայց այստեղ մի շատ կարևոր դրվագ կա, որի վրա ուզում ուշադրություն դարձնեմ, որը նախկինում մենք երևի այդքան շատ չենք այս մասին խոսում, սա ծախսերը նվազեցնելու շրջանակն է։ Նախկինում մենք թույլ էինք տալիս միայն նվազեցնել ապրանքների ծախսերը։ Հիմա այս շրջանակը ընդլայնվել է եւ ըստ էության, եթե մենք նայենք, թեև այն ժամանակ 1.5% էր նվազագույնը, բայց այդ 1.5%-ին հասնելը բավականին դժվար էր։ Եվ հիմա կարծում եմ, որ թույլ տալով օրինակ աշխատավարձի ծախսը, օրինակ վարձակալության ծախսը, գործառնական ծախսերը նվազեցնել, մենք իրական հնարավորություն ենք ստեղծել իրական այդ ծախսը նվազեցնելու եւ նաեւ այդ ծախսերը, որովհետեւ շատ հաճախ մարդիկ կարող է չփաստաթղթավորեն օրինակ վարձակալության վճարները կամ ունեն աշխատողներ, որոնց աշխատավարձը պատշաճ չեն բանանում, ես կարծում եմ, որ սա շատ էական եւ կարեւոր քայլ է այս փաստաթղթավորման եւ այս ստվերի կրճատման մեր այս գործողությունների շրջանակում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, շատ կարևոր լրացում է, որովհետև նախկինում այդ նվազեցումները անելը մենք փաստորեն թույլ էինք տալիս միայն ապրանքների ձեռքբերման համար արվող ծախսերից։ Այսինքն, որպես մարդ ինչ որ 1000 դրամ ծախսել է, մենք ասում ենք դուք դրանից կարող եք նվազեցում անել 4.5%, բայց այդ 4.5%-ը միայն կարող էր վերաբերվել ապրանքի ձեռքբերված ծախսերին։ Հիմա մենք ասում ենք դուք դրան կարող եք լրացնել կոմունալ վճարները, աշխատավարձի համար արվող ծախսերը, վարձավճարի ծախսերը, այլ գործառնական ծախսեր ենք դրա մեջ ներառել։ Եթե ես ճիշտ եմ հիշում, բոլոր գործառնական ծախսերը դրա մեջ մտնում են։ Այսինքն իրականում մենք հնարավորությունները շատ ընդլայնել ենք, բայց պարոն Հակոբյան, այնուամենայնիվ այս աջակցության ծրագրի հետ կապված պարոն Հովհաննիսյանի ասածը լրացուցիչ կարող եք պարզաբանել, որ բացի այս լրացուցիչ 1.5% 6 ամսվա ընթացքում նվազեցնելու հնարավորություն ենք։ Այո, պարոն վարչապետ, տեսեք, քանի որ պարոն նախարարը նշեց, կան տնտեսվարողներ, որոնք չեն հասցրել իրացնել իրենց փաստերով ձեռք բերված ապրանքները, ունեն փոխանցվող ըստ էության ձեռքբերումներ, դա կլինի օրինակ դեկտեմբերին, դա կլինի